Ողջույն բոլորին, շարունակում ենք մեր գերմաներենի տեսանյութերը նկարելը։ Այս անգամ թվերի հետ կապված մի հատ պահ կար, որին ուշադրություն էի դարձրել վերջի վեպը կարդալու ժամանակ։ Տարիքի մասին երբ որ խոսում ենք մարդու, այն թիվը, որ մենք ասում ենք իր տարիքի համար, դա գերմաներենում հոգնակի է անցալվում, համարվում է հոգնակի։ Այսինքն, ես մակ կարդամ հենց այն, ինչ որ ես գրքի մեջից դուրս եմ գրել, որպեսզի ավելի հենց աղբյուրից օգտվենք։ Տեսեք, առաջի դեպքը Der war noch keine 19. Der war noch keine 19. Այսինքն ինքը հələ 19-ը չկար, 19 տարեկան դեռ չկար։ Der war noch keine 19. Այսինքն տեսնում եք, keine 19. Նույն տրամաբանությամբ ունենք sense. War nicht mehr so jung. War nah den 50. War nah den 50. Հավելյալ օրինակներ, բոլորը նույն գրքի մեջից եմ հանել, զուտ ասում ein hochgewachsener Herr Ende der 50. Այսինքն բարձրահասակ մի տղամարդ 50-ականների վերջում, այսինքն 50 տարեկաներ, բայց արդեն 60-ին էր մոտենում։ Ende der 50. Ein hochgewachsener Herr Ende der 50. Նույն վեպից էլի, որ աչքովս ընկել էր, eine Dame hoch in den 50. Այսինքն մի տիկին, որը 50-ական տարիքի վերջում էր արդեն, այսինքն 60-ին էր մոտենում։ Հիմա մենք տակի է հայերենում ինչ տարբերակներ ունենք ասելու, բացի նրանից, որ ասում ենք 60-ին էր մոտենում։ 50-ի հետ մենք ոնց պետք է ասենք 50-ականներ չենք կարող ասենք 50-ականներ ասում ենք տարեթվերի համար, հա։ Իրականում այսպես հարցերը, որոնք հայերենին են վերաբերում, ես ուզում եմ սրանք նաև առանձին ցանկ սարքել հայերենի հետ կապված հարցերը ոչ թե այնտեղ ես սովորացնեմ, այլ միասին քննարկենք, որտեղ տարբեր լեզուներ սովորելիս տարբեր sense համեմատություններ եմ անում, որոշ դեպքերում հայերենի առավելությունն եմ տեսնում, որոշ դեպքում հայերենի թերություն, այսինքն պակասն եմ տեսնում, այսինքն այն ինչ որ չունի հայերենը, գտնում եմ ուրիշ լեզուներում։ Ուստի կուզեի դրա մասին մենք բոլորս քննարկենք, խելքի տանք։ ist hoch in den 80 կամ geht kommt in die 80, այսինքն մոտենում է 80-ին։ Եթե hoch in den 80 80-ների վերջն է, kommt in die 80 կնշանակի արդեն որ նոր դառնալու է 80 տարեկան։ Եթե արդեն 80-ների մեջ ասում ենք ist in den 80 ու սա ինչ տարիքի հետ կապված, բայց եթե ասենք da war ich aber auf 80, այդ auf 80 sein նշանակում է կատաղել, կատաղած լինել, հա։ Auf 80 sein կամ auf 80 kommen, auf 80 sein կատաղած լինել, auf 80 kommen կատաղել։ Ու զայրանալ, հա, ցասման մեջ ընկնել, նաև դրա համար ունենք, լիք արտահայտություններ կան, մեկը ամենապատկերավորներից մեկը, որը միջին դարի հետ է կապվում, ասում են jemanden in Hagen springen, հա, մեկին զրահի բերել, այսինքն կատաղացնել, Hagen այդ զրահն է, jemanden in Hagen springen։ Առանձին շարք կարելի անել միջին դարերից ավանդված գերմանական դարձվածքների մասին, որտեղ շատ են ու շատ հետաքրքիր են։ Մեկ էլ երկու հատ ուրիշ արտահայտություն կար, որոնց մասին ուզում էի էլի խոսալ, բոլորը էլի նույն գրքի մեջ եմ գտել։ Դրանցից մեկը, որի համար հայերենում ես արտահայտություն համարժեք չեմ գտնում, խոսակցական հայերենում, ասում է jemandem etwas durchgehen lassen։ Jemandem etwas durchgehen lassen։ Այդ անգլերենում շատ լավ արտահայտություն կա սրա համար, to let somebody get away with something։ Այսինքն ինչ որ մեկին անպատիժ թողնել ինչ որ բանի համար։ Հա, չգիտեմ, ցանկացած օրինակ, տեսնում են հարևանները, որ աղբերը քրոջը ծեծում է։ Երես են նայում, ասում են wir werden es ihm nicht durchgehen lassen։ Մենք չենք թողնի, որ ինքը հենց sense հայերեն չգիտեմ ոնց ասեմ։ We won't let him get away with it։
Հա, չենք թողնի, որ ինքը հիմա հայերեն որ ասեմ, շատ գրական ալնելու։ Իսկ արտահայտությունը գերմաներենով խոսակցական է։ Մենք չենք թողնի, որ ինքը անպատիժ մնա իր արածից հետո։ Jemandem etwas durchgehen lassen։ Այս durchgehen-ը լիքը ուրիշ իմաստներ ունի, անձամբ ես խորհուրդ կտայի դրանք դնեք հատատ ուսումնասիրեք, որտեղ շատ են ու արժի լավ սովորել։ Մեկ էլ մի բան էլ շատ սիրուն է ու աչքովս ուրիշ տեղեր չեր ընկել, դրա համար երևի ուշադրությունս գրավեց։ Ասում է da sei Gott davor, dass ich eine solche Perfidie beginge։ Մեր այդ քավլիցինա, հա, ասինքն բառացիորեն ասում է թող Աստված լինի դրա դեմ, որ ես նման դավաճանություն գործեմ։ Հա, da sei Gott davor, dass ու կոնյունկտիվով եք դնում, dass ich eine solche Perfidie beginge։ Perfidին դավաճանությունն է, ֆեղատն է, ավելի քիչ կհանդիպեք, գերմաներեն չի, փոխառությունը։ Այդպես, այս այսօրվա մեր չափաբաժինը, մինչև որ ես առաջիկա օրերին գուցե վաղը նոր բաներ հանեմ տետրերից մեջից ու գրքերից բաներ, որոնցով արժի բոլորիդ հետ կիսվեմ, որ բոլորս իմանանք, օգտագործենք, կիրառենք։